Որոշեցի շարժվող նկարներ անեմ, կարծրատիպը խախտեմ և կարողանամ նկարը իր կոմպոզիցիայով կարողանա այսենց աչից ձախ տեղափոխվի ու դրանից նկարը ասենք չի տուժում և մյուս տարբերակը էլի եթե այսքանը արված էր մի հատ էլ այս պարուհին պտտվում է, էլի գնում է աչից ձախ, ձախից աչ և այս դասավորությունը նկարը դիտողի աչքի առաջ կարող է փոփոխվի։ Այստեղ փորձեցի բնանկարի ծառերը դեպի դիտողը։ Մյուս նոր փորձը, որ ուզեցա անեմ, նկարս անցքերով բացեցի, իմաստը որն է, որ հետևի պատը, ինչ պատի վրա որ կախված լինի նկարը, ավտոմատ կերպով այդ պատի երանգը մտնում է իմ նկարի մեջ։ Որոշեցի, որ նկարը պետք է շարժման մեջ տնեմ, և սա այսպես արդարացրեցի, ոնց որ թե։ Իմիջիայլոց անվանել եմ փչացած ձու կամ արևի խավարում, պարաններով էլ կապել ենք, որ չբացվի այդ փչացած ձուն, բայց թե Ադամ Եվան էլ պահակ են նստել, որ չբացվի, բայց բոլոր դեպքերում էլի բացվում է ու այսպիսի մի խառնաշփոթ դրա համար էլ այդ ձևի անվանում եմ դրել։ Այս մյուսն էլ արդեն անհատական ցուցահանդեսից ժամանակ կար, այստեղ մեխերը կյանքի 4 ցավ պատճառող կողմերն է միրգը հաճելի միշտ խառը վիճակում են, իրար հետ խառնված, բացվում է, 4 տարբերակով նկարը դիտվում է, մեկը փակ վիճակը, մեկը այս կողմը փակ, այստեղ էլի խնձորը շարունակվում է, ասենց, Եվաների խումբն է, այս կողմից Ադամների, արգելված պտուղը որդի պես ծակել կերել են, էլ արգելված չի մնացել։ Բնանկարի կոմպոզիցիոն դասավորությունը դիտողի աչքի առաջ հնարավորություն ունի փոխվելու, տարբեր կետերում գտնվելով, տարբեր շունչ հաստանում այս նույն բնանկարը։ Դիտողի կենտրոնը դիտողի աչքի բարձրության լինի, որպեսզի ճիշտ կարդացվի և պետք է այնքան ճիշտ պահեմ, որ այսպես։ Այստեղ արդեն էլի 3 հարթությունները գումարվում են իրար և դառնում է Ադամի դեմք։ Այս կիսատ վիճակը էլի հետաքրքիր է, կեսը նրանից, հետաքրքիր խաղ է ստեղծվում։ Այստեղ էլի, ասենք, տեսեք գումարվեց խնձորի պահնաճը, խնձորը ու Եվայի ու Ադամի կծած հետքերը իրանց պրոֆիլներն է առաջացել։ Արվեստանոց է կոչվում, բնորդու պատկերն է, կարիճն է գալիս արդեն, և էլի արվեստանոցային միջավայր այսպես, այս տարբերակով։ Ես վաղուց հրապուրվել էի մայստրո Երվանդ Քոչարի աշխատանքներով և ուզեցա իմ վերաբերմունքը ցույց տամ ու մայստրոյից ազդված անեմ այս աշխատանքները, որտեղ մեծատաղանդ Երվանդ Քոչարին ես շատ բարձր եմ գնահատում համաշխարհային մակարդակով արվեստագետ։ Նոր աշխատանք ցույց կտամ, որտեղ ամեն դիտող ինքը հայտնվում է հենց նկարի մեջ։
Համապատասխան բարձրության, այո, սահմանափակում է կոչվում, որ բոլոր մարդիկ որոշակի օրենքների մեջ, սահմանափակումների մեջ են, դրա համար ցանկացած մարդ ինքը հայտնվում է նկարի միջավայրում։ Նույնիսկ կիսատ վիճակում է հետաքրքիր դիտվում, կիսապտույտի ժամանակ։ Այստեղ է դա է պատկերված։ Հետո արդեն իրական այս պատրաստվածը, հետո գալիս է այստեղ ինքնականգնած գունդը ձեռքին, գունդն էլ կատարելության սիմվոլ, որպես նվիրված է Նոյին, Նոյի գաղափարը, որ պետք է տապանը սարքի, այստեղ է դա է պատկերված։ Հետո արդեն իրական այս պատրաստվածը, հետո գալիս է այստեղ ինքնականգնած գունդը ձեռքին, գունդն էլ կատարելության սիմվոլ, որպես ձգտում դեպի կատարելություն։ Իսկ որ ուղղությամբ է պատկվում ժամացույցի սլաքի ուղղությամբ թե հարցը հենց այս աշխատանքին է վերաբերում ընդհանրապես։ Մենակ այստեղ կարելի է այդ բանը հերթականությունը, ասենք, գաղափարը իրականացվել է, հետո ընթացքը այս պտույտը կարա, մյուսներին այդքան նշանակություն չունի։ Ոնց հասկացա, շատ հագեցած գրաֆիկ ունեք, անընդհատ ուսանողներ, աշակերտներ։ Առավոտը 7-ին եմ գալիս ես։ Գիտեմ, հետո գնում եմ, փորձում ենք պայմանավորվել, ոչինչ չի ստացվում։ Առավոտը 7-ին գալիս եմ, նկարում եմ մի քիչ, հետո գնում եմ դասը վերջանում է, գալիս եմ, էլի եթե ժամանակ եմ ունենում, էլի իմ ստեղծագործությամբ եմ զբաղվում, մի 2 ժամ պարապմունք, նորից էլի նկարել, հետո վերադառնալ։